Ջրի արտահոսքի հետքերով խնդիր ունենք, բազմաբնակարան բազմարկ կա, պենտխաուսն այսինքն վերջի հարկն է, այս հատվածից հարևանի տունը արտահոսքեր ունենք, դուրսը այսինքն սալիկի անհերմետիկություն ունենք միանշանակ, այսինքն խնդիրը կրկնվում է անընդհատ ծնահալոցների ժամանակ կամ խիստ անձրևների ժամանակ, այսինքն անձրևից հետո որոշակի ժամանակ հետո ներքևի հարևանի տունը արտահոսում է, բայց ամեն դեպքում այստեղ անհանգստություններ ունեն, որ կարա ջեռուցման համակարգիչը լինի, դրա համար բացառելու սկզբունքով ստուգենք ջեռուցման համակարգը։ Ջեռուցման համակարգին լոկալ, այսինքն կալցան տաղանջետելով ճնշում ենք տվել 6 ատմոսֆեր, սովորաբար 8 ատմոսֆեր եմ տալի, բայց քանի որ համակարգը հին է, 6 ատմոսֆեր տվեցի, հիմա որոշակի ժամանակ սպասենք, եթե անկում չապրեց մեր համակարգը, ուրեմն ջեռուցման համակարգի հետ խնդիր չկա եւ ստուգումներ կատարելու առիթ էլ չկա։ Սա ներքևի հատվածում է, այս պահին ջերմատեսիլը, այսինքն չի ֆիքսում հոսքեր, այս տիպի արտահայտվել է։ Ջեռուցման համակարգը երկար պահելով անկումներ չունենք, այսինքն ջեռուցման համակարգի արտահոսքը բացառում եմ։ Այսինքն մեր հատվածային մասը ստեղ է, այստեղ տարիներ առաջ փորձել ենք հիդրոիզոլացիան էլի խախտվել է։ Մի խոսքով բացառելով ուղղակի ջեռուցման համակարգից արտահոսք չունենք, ուրեմն արտահոսքը ըստեղից է, այս պահին արտահոսքեր չկար, ըստ երևույթին ձնահալների ժամանակ է կրկնվում, այս հատվածներից տանը մոնորիտով իջացնեմ ներքև։